Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ի եթերում բարի լույսն է եւ ես Ալիտա Եղիազարյանս մեր գեղեցիկ եւ գունավոր տաղավարից ձեզ մաղթում եմ հաճելի օր եւ ասում շնորհակալություն, որ հետեւում եք մեզ։ Այսօր մայիսի 22-ն է եւ այսօր է ծնվել ֆրանսիահայ շանսոնյե, երգահան, երգիչ Շարլ Ազնավուրը։ Նա իր երաժշտական կարիերայի ընթացքում ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն եւ ռուսերեն։ Նա հեղինակել եւ համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն եւ իր եւ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն էր։ Ազնավուրը հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար էր կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով է նրա «Քեզ համար Հայաստան», «Նրանք ընկան», «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ Նովայի «Աշխարհումս» երգը։ Իսկ 1988 թվականի Սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է Ազնավուրը Հայաստանին բարեգործական հիմնադրամը։ Մենք ունենք շանսոնյեի մասին պատմող ռեպորտաժ, հիմա առաջարկում եմ դիտենք այն եւ շարունակենք եթերը։ On parle d'un temps que les moins de 20 ans ne peuvent pas connaître. Montmartre en ce temps-là accrochait des lilas jusque sous nos fenêtres et si l'humble garni qui nous servait de nid. Երբ երգը դառնում է սիրտ, իսկ բառերը հոգի, այնտեղ արդեն սկսվում է Շարլ Ազնավուրը։ Աշխարհի ամենաճանաչված ֆրանսախոս երգիչներից մեկը, սակայն հայկական արմատներով հպարտ մեծություն Ազնավուրը ոչ միայն երաժշտական լեգենդ է, այլև մի ամբողջ մշակութային կամուրջ անցյալի ու ներկայի միջև։ Շարլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում, հայ փախստականների ընտանիքում։ Նրա ծնողները սիրված արտիստներ էին, մայրը դերասանուհի էր, հայրը երգիչ։ Փոքրիկ Շահնուրը մեծանում էր արվեստով լի մի միջավայրում։ Նա շատ փոքր հասակից սկսեց ցուցադրել իր արտիստիկ տաղանդը։ Առաջին անգամ բեմում հայտնվեց ընդամենը 9 տարեկանում, բայց Ազնավուրի ճանապարհը հեշտ չէր։ Նրա ձայնը չսիրվեց սկզբում, քանի որ չափազանց տարբեր էր, չափազանց անկեղծ ու ցածր, սակայն հենց այդ յուրահատկությունն էլ դարձավ նրա այցեքարտը։ 1941 թվականին Ազնավուրը հանդիպում է կոմպոզիտոր դաշնակահար Պիեր Ռոշին, որը մյուզիկ հոլ դպրոցի տնօրենն էր, եւ սկսվում է նրանց ընկերությունը, ինչից հետո Շարլը վերջնականապես որոշում է ընտրել երգարվեստը։ Պիերի հետ նրանք ստեղծում են Ռոշ եւ Ազնավուր դուետը եւ սկսում են ելույթներ ունենալ տարբեր համերգասրահներում։ Շարլի համար բեկումնային է լինում հայտնի ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի եւ իր կուրք Շարլ Տրենեի հետ հանդիպումը։ Էդիթը այս դուետին աշխատանքի է հրավիրում Նյու Յորք, որտեղ նա մեկնում էր շրջագայությունների։ Նա ոչ միայն սկսեց համագործակցել Պիաֆի հետ, այլև ուղեկցեց նրան համերգների ընթացքում։ Դրանից հետո երգը դարձավ Ազնավուրի կյանքի առանցքը։ Նրա կարիերան ձգվեց 7 տասնամյակ, որոնց ընթացքում նա գրել եւ կատարել է ավելի քան 1200 երգ ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն եւ հայերեն։ Ազնավուրը համարվում է ֆրանսիական շանսոնի վերջին մեծ վարպետը։ Նրա ամենահայտնի երգերից են Լա Բոհեմ, Շի, For Me։ Այս երգերում հնչում է կյանքի ողջ դրամը՝ սերը, կարոտը, մենությունը, հպարտությունը, անկարողությունը, ծերությունն ու մահը։ Ազնավուրի համար հայկական ինքնությունը հպարտության աղբյուր էր։ Նա դարձավ ոչ միայն հայ ժողովրդի դեսպանը աշխարհում, այլև նաև իրական գործիչ, հիմնեց Ազնավուր հիմնադրամը, որի միջոցով հսկայական օգնություն տրամադրեց Հայաստանին։ Ազնավուրը մշտապես խոսում էր հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման, հայ մշակույթի եւ հայրենիքի մասին։ Մեծն շանսոնյեն նկարահանվել է նաև 60-ից ավելի կինոնկարներում։ Ռենոսի անցումը, Սատանան եւ 10 պատվիրանները, Հայր Գորիո եւ այլն։ Իսկ գլուխը պատը ֆիլմի համար արժանացել է Բյուրեղյա Աստղ մրցանակի։ Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի Արարատ ֆիլմում, որը նվիրված է Մեծ Եղեռնին։ Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն նրա երգերը շարունակում են ապրել։ Նրա ձայնը միաժամանակ ջերմ ու կարոտված, զգացմունքային ու խիզախ շարունակում է թափառել փողոցներով, սրճարաններում, թատրոններում ու մարդկանց հոգիներում։ Շարլ Ազնավուրը երգիչ չէր միայն, նա կյանքի պատմություն էր, երաժշտությամբ ասված հայացք դեպի անցյալն ու քայլ դեպի ապագան։ Նա մեր հպարտությունն էր, մեր ցավը, մեր ձայնը աշխարհում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։
Աշխարհի տարբեր երկրներում սովորաբար առավոտները սկսում են տարբեր ավանդույթներով եւ մշակութային առանձնահատկություններով։ Օրինակ, Ֆիլիպիններում առավոտները սովորաբար սկսվում է ավանդական ճաշեր պատրաստելով կամ սուրճ խմելով։ Իսկ գյուղերում կամ ծովափնյա բնակավայրերում մարդիկ սովորաբար առավոտը սկսում են ձկնորսությամբ կամ գյուղատնտեսական աշխատանքով։ Իսկ ես առաջարկում եմ մենք մեր առավոտը սկսենք օգտակար խորհուրդներով եւ այսօր միասին խոսելու ենք մաղադանոսի մասին։ Մաղադանոսը հնագույն ժամանակներից հայտնի կանաչի է եւ այն օգտագործվում է ինչպես բժշկության մեջ, այնպես էլ որպես համեմունք։ Մաղադանոսը լայն տարածում գտավ իր բաղադրության մեջ առկա հարուստ վիտամինների եւ հանքանյութերի շնորհիվ։ Մաղադանոսն ընդունակ է լյարդն ու աղիները պաշտպանել քաղցկեղի տարբեր տեսակներից, իր մեջ առկա հակաքաղցկեղային հատկությունների շնորհիվ։ Բացի դրանից, այս խոտաբույսը գլխուղեղը պաշտպանում է ուռուցքային հիվանդություններից եւ օգնում է, որպեսզի այդ խնդիրները չձևավորվեն եւ զարգանան։ Մաղադանոսը խթանում է մարսողությունը, օգնում է ազատվել գազերի կուտակումից, դրանով իսկ կանխելով ստամոքսի փքվածության զգացողությունը։ Մաղադանոսում առկա երկաթի, B խմբի վիտամինների, կալցիումի, մագնեզիումի շնորհիվ այն բուժում է միզապարկի բորբոքումը, լյարդի եւ լեղապարկի հիվանդությունները եւ բարելավում է տեսողությունը։ Այն նաեւ ամրապնդում է անոթների պատերը։ Մաղադանոսի օգնությամբ կարելի է անգամ օրգանիզմից դուրս բերել լեղաքարերը։ Սակայն մաղադանոսը կարող է նաեւ ալերգիա առաջացնել դրանում առկա եթերայուղերի պատճառով։ Ուստի բժիշկները խորհուրդ չեն տալիս այն օգտագործել հատկապես հղիներին։ Բացի այդ, օրգանիզմին օգտակար չի լինի էկոլոգիապես վատ պայմաններում աճեցված մաղադանոսը։ Այսքան օգտակար խորհուրդների մասին եւ մաղադանոսի մասին, իսկ մեր լավ ու դրական տրամադրությունը պահպանելու համար հիմա առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ եւ այնուհետեւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շարունակում ենք եթերը, բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր նոր են միացել մեզ, մեր հյուրերը արդեն տաղավարում են, սիրով հիմա ներկայացնեմ նրանց, By the Way բենդի բաս գիտարիստ, երգիչ Աշոտ Արաբաջյան, բարև ձեզ, բարի լույս, եւ By the Way բենդի հարվածային գործիքներ կատարող Աշոտ Կորոգանյան, բարև ձեզ, ինչպես եք։ Լավ եք, եւ մենք սովորաբար զրույցը սկսում ենք մեր ավանդական հարցով եւ որպես երաժիշտներ ինչպես է սկսվում ձեր առավոտը։ Շատ ուշ, մեր առավոտը միշտ սկսվում է շատ ուշ, որովհետեւ աշխատանքն էլ վերջացնում ենք շատ ուշ ժամի, այդ իսկ պատճառով կարելի ասել մեր առավոտը սկսվում է ցերեկը։ Ցերեկը։ Իսկ օրվա ընթացքում միշտ ձեզ երաժշտությունը ուղեկցում է, թե նաեւ երբ որ աշխատում եք այդ ընթացքում, դրանից հետո փորձում եք հանգստանալ։ Երաժշտություն այլև չլսել։ Քանի որ շատ տարբեր ոճերի երաժշտություն ենք նվագում, ես էլ լրիվ ուրիշ բան եմ լսում տանը։ Այո։ Դրա համար տանն էլ անընդհատ երաժշտություն, անընդհատ։ Նաև հիմա ուզում եմ խոսենք թիմի մասին, քանի որ տարբեր ոճեր կարծես հավաքվել են մի տեղում, աշխատում են մի նպատակի համար։ Խոսենք թիմի հիմնադրումից, ինչպես ստեղծվեց բենդը, քանի տարի է որ գործում է եւ հիմնական առաքելությունը ինչու՞մ է կայանում։ Բենդը ստեղծվել է 2018 թվականին, թիմը բաղկացած է 5 երաժիշտներից եւ 3 staff member-ներից՝ sound technic, manager եւ sound engineer։ Երաժիշտները գիտար, հարվածային գործիքներ Աշոտը, գիտար Էդվարդ Վարդանյան, ստեղնաշարային գործիքներ Սերգեյ Կարապետյան, երգչուհին Մերիշա Ազիզյան, որը այստեղ չէ այսօր, եւ ես Աշոտ Արաբաջյան։ 18 թվականից ենք նվագում, հիմնական առաքելությունը կայանում է բիզնեսը, մենք առավել նվագում ենք առավել շատ հարսանեկան արարողություններին, կորպորատիվ երեկույթներին, տարբեր ընկերությունների եւ այլ զանազան միջոցառումների ժամանակ։ Շատ երկար տարիներ մենք ելույթ ենք ունեցել ակումբներում երեկոյան համերգային ծրագրերով, որից հետո կամաց-կամաց տեղափոխվեցինք արդեն ավելի բարձր բիզնես մակարդակի։ Այ ինչու եք ընտրել հենց այս ուղղությունը, ավելի շատ կորպորատիվներ եւ հարսանիքներ, ինչ որ ուզում եք ինչ որ բան փոփոխել, քանի որ նկատում եք, որ այս ոլորտը այդքան էլ ակտիվ չի աշխատում, թե այլ դրա համար եք այլ նպատակ ունեք։ Մարդկանց ուրախացնելու, այսինքն այդ միջոցառումները բացի բիզնես նպատակներից
մենք նկատում ենք էլի ինչքան շատ են մարդիկ ուրախանում, ինչքան շատ են զվարճանում, ապարում, տենց իրանց հիշարժան օրը ուզում են տենց անմահաց։ Գիտեք, մի սիրուն բան եք նկատել, որ հարսանեկան արարողության ժամանակ բազմապիսի հյուրեր են ունենում Հարսն ու Փեսան, հերրու բարեկամներ, ընկերներ, ոմանք գալիս են շատ վատ տրամադրությամբ, ոմանք լինում են, որ չես կարող ասես, էլի լիքը նեգատիվ է հավաքվում միտեղ ու որպես առաքելություն մենք հենց դիտարկում ենք առաջին հերթին դա, որ հենց այդ օրը, հենց իրանց միասնության այդ առաջին երեկոն, որը իրանք հավաքվել են իրանց բարեկամներով, ընկերներով ու սիրելիներով, ուզում են նշել մեծ շուքով ու միայն բարի հիշողություններ ու լավ տրամադրություն լինի այդ օրը ու մենք մաս ենք կազմում այդ ամբողջ երեկոյի հաղորդավարի, DJ-ի, ֆոտոթիմի եւ բոլորի հետ, որոնք պարտավոր են ուղակի այնպես անել, որ այդ երեկոն հանցնի հարթ, լինի գեղեցիկ ամեն ինչ ու Հարսին ու Փեսային շատ դուր գա։ Նաև այս ոլորտն նույնպես զարգացած է հարսանեկան երգիչները, շատ այդ ձեր թիմը ինչով է տարբերվում։ Առաջի հերթին live performance, այսինքն մենք միայն կենթանի կատարում է մեր ելույթը ու ամենակարևորներից մեկն է նաև երգերի ցանկը, որը բազմապիսի լինելով կա եւ հայկական երաժշտություն պարային եւ արտասահմանյան ու այն էներգետիկան, որ մենք փորձում ենք տալ մեր ամբողջ թիմի կողմից, հենց այդ բարու կողմից լինելով ու ուրախացնելով մարդկանց, երևի էլի մեր ամենակարևոր ֆունկցիաներից մեկն է։ Drive ենք տալիս։ Մենք մեր մոտ ստացվում է դա այդ drive-ը։ Իսկ երգերի ընտրությունը ինչպես է կատարվում, քանի որ տարբեր վոկալի, տարբեր ճաշակի մարդիկ են միտեղում հավաքված, կան երգեր, որ օրինակ չի համապատասխանում ձեր թիմի երգին, չեք կարող կատարել դրանք։ Եթե Աշոտին հարցնեք, մեր բոլոր երգերը չեն համապատասխանում։ Չէ, իրականում, որովհետև ռոք սիրող երաժիշտներ ենք հիմնականում հավաքվել, շատ դժվար է, էլի անցնել։ Իսկ տարաձայնություններ լինում են երբեմն։ Լիքը, այ ժամանակին ավելի շատ, բայց տարիների ընթացքում արդեն համ ինչքան որ ավելի շատ ես մերվում իրար, այսինքն ընտանիք ես դառնում։ Հա, դա էլի լինում է, բայց շատ քիչ արդեն։ Վերջին 2 տարիներին վերջին 2 տարիներին չի եղել, որտեվ ձևավորվեց երգացանկը հիմնական արդեն, իսկ մինչև այդ, եթե մենք հիմա 30-40 երգ ենք հիմնականում կատարում, փոփոխաբար, պատկերացրեք մոտ մի 3-400 հատ երգ ժամանակի ընթացքում դրվել է, փորձվել է, նվագել ենք, լավ չի եղել, դուրս ենք հանել, մոռացել ենք, արդեն գնացել է։ Այսինքն բավական բարդ գործընթաց է դա, սկսվել է այն ինչ որ մենք նվագել ենք մեր առաջի համերգին, երևի այդ 40 երգից 2-ն ենք հիմա շարունակում նվագել։ Դուրս են գալիս անընդհատ, որովհետև կամ մոդայիկ չեն, կամ դու ես կատարելագործվում արդեն, փորձում ես ավելի համապատասխան լինել այդ օրվա միջոցառմանը, այդ օրվա հյուրերին, ճկուն լինել, այդ իսկ պատճառով երգերը շատ արագ փոխվեցին, բայց հիմա մոտավոր 2 տարի է ամեն ինչ շատ լավ, հարթ արդեն ամեն ինչ հիանալի է։ Այո։ Այ նաև նշեցիք երգեր կան, որ այսպես ասած մոդայիկ չեն, այլևս չեն լսվում, բայց նաև լսում ենք, որ արվեստագետները եւ երաժիշտները պետք է մնան կանգուն իրենց ոճի մեջ, այլ ոչ թե հարմարվեն ժամանակի պահանջներին։ Ձեր դեպքում ո՞թե դուք հարմարվում եք, թե կանգուն ծոմ մնում եք ձեր դիրքերում։ Քանի որ այսինքն տարբերություն կա cover band-ի եւ հեղինակային բենդերի մեջ։ Եթե հեղինակային մենք ունենք այդպես նպատակներ, կլինի նաև այդպես բան, դա կլինի կտարբերվի բնականաբար, որովհետև այնտեղ մենք կանենք այն ինչ որ մենք ուզում ենք անենք, ինչ որ Աստված կտա, որ մենք այդ շնորհքը օգտագործենք, ոնց որ Աստծուց տված շնորհքը ներկայացնենք հանրությանը։ Իսկ cover band-ը ավելի շատ գնում է մարդկանց նախասիրություն, մեծամասնության նախասիրությունների հետևից, ոնց որ մենք ոնց որ ուզում ենք գոհացնենք մեծամասնությանը, ովքեր ուզում են ուրախանալ, բարեն այդպես։ Իսկ տարիների ընթացքում դուք երկար տարիներ աշխատում եք եւ արդեն այս ոլորտում փորձ ունեք, ինչ եք գնահատում։ Արդյոք սիրում են թիմը, հրավիրում են եւ կա պահանջարկ։ Միանշանակ դա ուղղակի եթե մենք փորձենք շատ ինքնակնդատողական վերաբերվել,
փաստերից չես կարող հեռանալ, այն ինչի համար մենք մեր ձգտումներն է բիզնես տեսանկյունից եւ ոչ միայն ամեն ինչ իրականանում է։ Մենք եւ մեր աշխատանքը ունենք եւ բացի դրանից հենց սֆերան հայերեն ոնց էր բնագավառում, այո, բավական լավ հարաբերությունների հետ ենք թե մեր ընկեր երաժիշտների, թե մեր մնացած գոլեգաների, որոնք հենց նույն միջոցառումների ընթացքում մեր հետ միասին աշխատում են, ինձ թվում է սիրված ենք, հա։ Նաև ձեր խոսքից գուզում եւ հիմա էլ նշեցիք, որ հիմնականում աշխատում եք բիզնեսի վրա, այդ օրինակ երբ որ կատարում եք կորպորատիվ առիթներին, միջոցառումներին կամ հարսանիքներին։ Դա դուք միայն բիզնեսի ոլորտում եք վերաբերվում, որ դա միայն բիզնեսը, թե նաև սիրում եք ձեր արածը եւ հարսանիքից հետո օրինակ հարսանիքը վարեցիքից զգացողություն եք ունենում հետո այդ մարդկանց ուրախացնելուց հետո ձեր տպավորությունների մասին։ Կարճ բան ասեմ, հետո Աշոտը հաստատ կլրացնի, եթե չսիրես այն ինչ որ անում ես, լավ չի ստացվում։ Դա ամեն ինչին է վերաբերում, ինձ թվում է։ Պետք է սիրես այն ինչ որ դու անում ես։ Այսինքն կարող է ինչ որ մի երգ այդքան չսիրես, բայց սիրով պետք է ներկայացնես, պետք է սիրես քո գործը սիրես։ Ամեն դեպքում եթե հայտնվել ես այդ տեղում, կիսատ անել գործը չի կարելի։ Հա, այդ նկատին է ավելի։ Եթե քո գործը թեկուզ դու որպես պրոֆեսիոնալ մարդ կատարում ես լավ, եթե սեր չդնես այդ ամեն ինչի մեջ, մանավանդ եթե այդ երեկոն վերաբերվում է սիր ու բարության, չի լինի առանց դրա, այսինքն մենք շատ ենք սիրում մեր աշխատանքը, ամեն մեկս գտել ենք երևի յուրովի ինչ-որ մի պահ, որը կարող ենք գնահատել։ Ես օրինակ շատ եմ սիրում աշխատել իմ գործընկերների հետ, ինձ հենց դուր է գալիս այդ բեմական իրավիճակը, երբ որ դու ցանկացած սիտուացիայում իրավիճակում կարողանում ես տակից դուրս գալ, ինչ որ խնդիրներ են առաջանում աշխատանքային ու այդ կոլեգիալ, այդ համերաշխ աշխատանքը բեմի վրայի այդ էներգիան, որ մենք փորձում ենք, ինձ դա է օրինակ դուր գալիս։ Մարդկա հենց իր նվագելն է իրան դուր գալիս, ինքը հաճույք է ստանում իրան նվագելուց։ Մարդկա ուշադրին է հիմա հարսուփեսային, եթե իրանք ուրախ են, ապարում են, վերջ իր համար երեկոն ստացված է։ Հարսանիքներից հետո քննարկում ենք, լինում են դեպքեր, երբ որ ոչ այդքան մեր սրտով ամեն ինչ լինում, բայց դա միայն առաջի հայացքից, որովհետև փաստորեն մեր կարծիքը շատ սուբյեկտիվ է, ու մենք ինքնակննադատողությունը մեր իհարկե շատ է, որտեղ դա մեր աշխատանքն է, բայց կողքից միշտ պարզվում է, որ ամեն ինչ շատ էլ լավ է եղել ու հանդիսատեսը գոհ է, ու իրականում դա է ամենակարևորը, որովհետև մեր ինքնակննադատողականությունը, մեր կարծիքը վերաբերվում է մեզ ու որպեսզի մենք կատարելագործվենք, դառնանք ավելի լավը, բայց այդ պահին առաջադրանքը կատարված է, իսկ դա ամենալավն է, երբ հարսն ու փեսան եւ ընկերությունները եւ հաճախորդը մեր, ով որ մեզ հրավիրել է, ինքը գոհ է, իր երեկոն լավ է անցել, իսկ դա միշտ այդպես է լինում։ Ամենաբարձր գնահատականը դա է։ Այո, հանդիսատեսի գնահատականն է ամենաբարձրը։ Իսկ նաև նկատում ենք, որ հիմա հայկական շատ խմբեր, բենդեր կատարում են հայկական երգերը մի փոքր փոփոխված։ Ձեր դեպքում լինում են այդպիսի երգեր, որ ուսումնասիրում եք եւ ձեր մոտեցմամբ եք ցանկանում կատարել, որը կտարբերվի։ Մեր պոպուլիներ ունենք հայկական երգերի շարաններ, որ մենք մեր ձևով ենք այնտեղ նույնիսկ ինչ որ ռոքային ինչ-որ մասեր կավ է։ Մեր պատկերացումներով սարքել ենք։ Բայց ես կասեմ, որ իրանք այդքան էլ ինչ-որ լուրջ աշխատանք տարված չի էլի, որ նստել ենք, մտածել ենք, որովհետև այս պահին ես այդպես եմ տեսնում, որ ամենակարևորը ռիթմիկան է, մենք լինելով որպես ռիթմ սեկցիան մեր բենդի հարվածային գործիքներ եւ բաս գիտար առաջնայինը պարել ուրախանալն է այդ դեպքում այդ երգերի վրա այն ահռելի աշխատանքը որ կարելի է կատարել թե նոտաների թե հարմոնիայի թե մելոդիայի թե ամեն ինչի հետ կապված որ հնարավոր է փոփոխել գեղեցկացնել սիրունացնել կատարելագործել մենք այդքան շատ չենք աշխատել հենց հայկական երգերի վրա, որովհետև այդտեղ երևի ամենակարևորն է, որ մարդը ծանոթ ելևէջները լսի, ռիթմը իրան դուր գա ու ինքը գնա պարելու։ Իսկ թիմը նշեցիք 2018 թվականից գործում է։ Փոփոխություններ եղել են, թվում ավելացել են մարդիկ, պակասել են, թե նույնն է մնացել։
Այս Աշոտի սիրած։ Եվ դուք նաև Պայրոն Գորգանյան հենց թիմի բենդի հիմնադրումից ի վեր աշխատել եք։ Հետաքրքիր նաև ինչ նկատեցիք թիմում, ինչ յուրահատկություն որ միացաք եւ սկսեցիք աշխատել նրանց հետ։ Մենք աշխատել ենք միասին ուրիշ բենդում, ուրիշ հիմնադիր երգիչ կար, նենց որ մենք իրար արդեն գիտեինք, այսինքն միասին աշխատել ենք մոտ 1.5 տարի։ Կազմը գրեթե չփոխվեց բացի երգչից, դրա համար յուրահատկություն շատ այդ երանդը այդ երիտասարդ օրյանց մեջ կար, հետաքրքիր, հետո լավ երաժշտություն էին իրանք սիրում, ինձ հետաքրքիր էր իրանց հետ աշխատել, չնայած ես մեծ եմ իրանցից ահագին։ Տարիքային տարբերությունը մեծ է, այո, մեր եւ Աշոտի։ Աշոտը լեգենդար երաժիշտ է, ինքը ռոք հասարակության մեջ շատ հայտնի, Բամբիր խմբում է նվագել երկար տարիներ, Օքսենհեմ խմբում է նվագել երկար տարիներ, դրանք իրոք շատ հնչեղ անուններ են հայ ռոք իրականության մեջ ու իրան շատերն են ճանաչում։ Ես որ առաջի անգամ Աշոտին տեսել եմ, լինելով Բամբիրի մանուկ հասակից Բամբիրի երկրպագով, որ իմացա, որ պետք է իր հետ նվագեմ, ես իրոք շատ ապշել էի ու ահա որ շատ ուրախացա։ Հենց by the way հիմնադրումը եղավ սենց շատ սահուն կերպով, մենք բոլորս իրար արդեն ճանաչում էինք, մանկության ընկերներ եւ այլն, կազմվեց, որից հետո իհարկե թիմը շատ է փոփոխվել, լիքը մարդիկ են եղել մեր խմբում, որոնք այլևս չկան։ 3-4 հոգի ոչ միայն երաժիշտ մարդիկ ովքեր իրենց դերն են խաղացել by the way կայացման, ովքեր հիմնադրման կայացման, որոնցից մենք իհարկե շատ շնորհակալ ենք, բայց ճանապարհները մեզ տարբեր ուղղություններով տարան ու այդ նորմալ է ինձ թվում է, կյանքը հենց այդպիսինն է, անկանխատեսելի, իսկ այն մարդիկ ովքեր հիմա կան, ովքեր որոնցից ես, Աշոտը եւ գիտարար Էդվարդ Վարդանյանն ենք հիմնադրման օրվանից միասին նվագում, մնացած 4-5 անդամները մնացած 5 անդամները ավելի ուշ են միացել, ամեն մեկը ինչ որ ուշ ժամանակ, բայց այս պահին մենք դա ընդհանրապես արդեն չենք զգում, որովհետեւ կարծես միշտ սենց էլ եղել, ոնց որ պետքա լիներ, այդ հարմոնիկ լեվելին ենք հասել։ Այ նաև ձեր խմբի անվանումն էլ է հետաքրքիր, by the way, ինչ որ հատուկ նշանակություն ունի, թե ուղղակի անվանում է, որը դրել եք։ Աշոտի սիրելի խմբերից մեկի Ես իմ սիրած հարցն է։ Ալբոմի եւ երգ կա տենց անունով եւ ալբոմ Red Hot Chili Peppers խումբն է շատ սիրում Աշոտը, ու ես էլ եմ սիրում, կարելի ասել։ Ու by the way իրանց ալբոմի անունն էր եւ ի սկզբանե մի 2-3 երգ նույնիսկ մենք այդ խմբից էինք կատարում, երբ որ ակումբներում էինք նվագում։ Հետո դե բայց կորպորատիվ է ինչ էին այդ երգերը հանեցինք։ Բայց անունը մնաց։ Առաջի հերթին իհարկե որպես իմ սիրած խմբի, սիրած ալբոմի անվանումն է by the way, բայց ինքը թարգմանաբար նշանակում է իդեպ, այսինքն երբ դու քո խոսքը վերջացնում ես անգլերենում անգլալեզու տեքստերի մեջ կամ խոսքի մեջ, երբ դու քո խոսքը վերջացնում ես, բայց ավելացնելու ինչ որ բան ունես, դու ասում ես by the way ու շարունակում ես քո խոսքը։ Իդեպ, ինքը մենք բան ունեինք ասելու, երբ որ մենք հավաքվել ենք նվագում էինք ու հետո պետքա հիմնադրեինք by the way-ը, մենք դեռ լիքը բան ունեինք ասելու, դրա համար ոնց որ տենց համընկավ։ Միտքը այդպես գտանք։ Կային խմբեր, մենք էլ ասացինք իդեպ մենք էլ կանք։ Մենք էլ կանք, այո։ Նաև տարիները ի վեր աշխատելով, տարբեր միջոցառումներ կազմակերպելով, զգում եք, որ պետք է ավելի նաև ստեղծել մնայուն արվեստ, որը կհիշվի եւ հաստատուն ավելի դիրքեր գրավելու համար, քանի որ շատ մարդիկ մտածում են, օրինակ հարսանեկան երգերը դա ուղղակի ուրախանում ենք այդ պահին, հետո մոռացվում են այդ երգերը, այ կա նպատակ հաստատուն հեղինական երգեր հրապարակելու։ Գիտեք, ամեն ինչ Աշոտի սիրած խոսքերն է, որպես մենթոր, ինքը շատ հաճախ է ասում, որ ամեն ինչ ունի իր դրամաբանական ավարտը։ Ու եթե դու մնաս այս ամեն ինչի մեջ ու քո այդ
հարմար վիճակի մեջ ենք հասել ու եթե մենք շարունակենք մեզ պահել այս հարմար վիճակի մեջ, հնարավոր է, հա, դու քո ամենօրյա գումարը աշխատես, ինչ որ ամենօրյա ցիկլի մեջ ընկնես ու սկյուռիկի պես վազես այդ կլորի մեջ, բայց այդքան էլ մեր ցանկությունը չի, մենք ուզում ենք եւ հոգեպես եւ ամեն ձև զարգանալ ու առաջ գնալ, այդ իսկ պատճառով ինչ որ պահի չգիտեմ մոտ ապագայում կլինի որ by the way-ը վերափոխվի թե դա կլինի էլի սահուն կերպով զուգահեռ կաշխատենք նաև այդ ուղղությամբ, բայց այս պահին արդեն սկիզբը դրված է, մենք աշխատում ենք մի քանի ուղղություններով միանգամից, առաջի հերթին by the way-ը շարունակում է ելույթ ունենալ ոնց որ ինքը ելույթ է ունեցել, բացի դրանից մենք հիմնադրել ենք մեր սեփական ուժերով մեր սեփական ստուդիան, որտեղ մենք անելու ենք ձայնագրություններ, փորձելու ենք գտնել երիտասարդ երաժիշտների, որոնք այն ինչ մենք չենք ստացել ես անձամբ չեմ ստացել իմ երիտասարդ տարիքում, երբ որ ինձ ինչ որ մեկը գար, ասեր արի, օգնենք, դու քո երազանքները կատարի, նվագի, եթե կստացվի քեզ լինի, այսպես ասած։ Հիմա այս պահին մենք այդ ստուդիան արդեն կառուցել ենք, ինքը արդեն գործում է, մենք փորձելու ենք գտնել երիտասարդ տաղանդների, օգնենք իրանց ալբոմները թողարկենք, երգերը ձայնագրենք, զբաղվենք իրանց պրոդյուսինգով, դա մի ուղղությունն է, երկրորդ ուղղությունը մեր երգչուհի Մերին ամբողջ կյանք երազել է իր սեփական երգերով հանդես գալ ու հենց դրան կփորձենք վերափոխվել ու մենք մեր փորձով, մեր գիտելիքով լինելու ենք մերի կողքին ու ինձ թվում է լավ երաժշտություն կփորձենք ստանալ իր հետ միասին։ Կան արդեն երգեր, ուղղակի երևի որոնք դեռ հանրությունը չի լսել եւ պատրաստում եք, այո։ Հա, պետքա այդ պահը ոնց որ ճիշտ լինի, ճիշտ գա ու սահուն կերպով իրականացնենք այդ ամեն ինչը։ Իսկ դուք միայն ձեր թիմով եք աշխատում, թե նաև համագործակցություն կա, օրինակ երգիչների հետ եք նաև համագործակցում, կա այդպիսի բան։ Ինչ օրինակ տեսահոլովակների կամ համերգների ընթացքում նաև ձայնակցել կամ նաև նրանց հետ համագործակցել։ Երգիչների, երգչուհիների հետ։ Չէ, by the way ելույթ անենում միայն որպես by the way, եթե ցանկություն է լինում հենց հաճախորդիկով եղել է որ հարցնում փեսան են մեր հետ նվագել երգել եթե իրանք գիտեն դա անել երգել կամ նվագել մենք երբեք դեմ չենք նման գեղեցիկ առաջարկների համար ու շատ հաճախ մեր հաղորդավար ընկերները որոնք նաև սիրում են շատ երգել իրանք էլ են մասնակցում լինում է ժամանակ որ ասում են ինչ որ մեր հյուրերից մեկը ուզում է այս ինչ երգի կարող եք այդ երգը տենց սարքեք ինքը այդ օրը երգի բան Տենց նվեր երգեր են կամ իրանք են երգում, մենք նվագում ենք իրանք երգում։ Իսկ շրջագայություններ լինում են, օրինակ այլ երկրներ նույնպես այցելեք եւ եղել է, բայց եղել է վաղուց։ Շատ վաղուց։ Հին թմով by the way, նույնիսկ by the way չի եղել, սենց կիսատ by the way ոնց ստացվեց, երկու անգամ գնացել ենք որպես by the way դեռևս ոչ Իսկ հետաքրքիր է նաև իմանալ հարսանիքների ժամանակ միայն զույգերը հայեր են եղել, թե նաև եղել են դեպքեր, օրինակ որ օտար ազգի երգիչներ նույնպես զույգեր եղել են եւ նրանց շատ եղել է որ միջազգային զույգեր են եղել, այսինքն հարսահայ ամուսինը հայ, կինը Նոր Զելանդուի, օրինակ տենց է եղել, ես հիշում եմ, մի հատ էլ հայկական պարպար է ցավոք։ Ես եթե չեմ սխալվում, մենք սևամորթ փեսա ենք ունեցել։ Հա, ճիշտ է։ Հետաքրքիր է ժամանակ երբ նրանք լսում են հայկական երաժշտություն կամ ինչ գնահատական, ինչպես են վերաբերվում երաժշտությանը հայկական, ինչ արձագանք եք ստանում։ Պարում են, հայկական են պարում։ Նայում են ոնց հասցնում են սովորացրած լինեն, էլի։ Չէ, նայում են ոնց են նույն շարժումներն են։ Ես տենց սևամորթ մի հատ կին էր հայկական էր պարում։ Ահա, չէ, բոլորն էլ պարում են։ Ռուսներ, գերմանացի ենք ունեցել, հաստատ հիշեցի։ Ֆրանսիացի ենք շատ ունեցել, մենք ֆրանսալեզու երգեր շատ ունենք, լինելով ֆրանսիական համալսարանի ներկա եւ նախկին ուսանողներ, ես եւ Մերին, ֆրանսալեզու երգեր շատ ունենք ու հաճախ է եղել, որ հենց այդ դրա հիման վրա ֆրանսիացի հյուրերի համար ենք նվագել։ Ու ոչ միայն հարսուփեսը, դեսպանատներում, ոնց էր կոչվում են նախարարությունը
Արտաքին գործերի նախարարությունը։ Այդտեղ ֆրանկոֆոնիայի հետ կապված, դա էլ շատ կարևոր ուղղություն ա եղել մեր համար։ Նաև մեր զրույցը ամփոփելով հետաքրքիր է իմանալ ինչպես եք պատկերացնում բենդի ապագան մի քանի տարի անց եւ ինչով կցանկանայիք հիշվել։ Հիշվել կցանկանայինք որպես ամենայն երանդուն ու ուրախացնող բենդերից մեկ որպես մի քանի տարի հետո by the way-ը քանի որ ինքը ես չեմ կարծում by the way-ը որ այդ խումբն է ինչ որ մարդիկ տեսնում են դրսից ու այդ երաժշտությունը by the way-ը այդ խմբի անդամներն են ովքեր միասին աշխատում են ու մենք ոչ միտեղ չենք կորի իրարից իսկ այդ որ մենք իրար հետ լինենք ինքը կշարունակվի կոչվել by the way հնարավոր է մենք էլ մեր ելույթները ժամանակի ընթացքում նվազեցնենք, ավելի էքսկլյուզիվ դարձնենք, ավելի քիչ մարդ հնարավորություն ունենա մեզ լսելու, հրավիրելու, բայց թիմը լինելու է իրար հետ ու դա կկոչվի by the way ու մենք կշարունակենք աշխատել տարբեր բիզնես ուղղություններով։ Ստուդիա, արտիստ մենեջմենտ, արտիստների մարքեթինգ, մերի պրոյեկտը որպես երգչուհի իվենթներ կկազմակերպենք ինչու ոչ երաժշտական տեխնիկա եւ այլն այդ ամեն ինչը արդեն մոտ ապագայի տեսլականի մեջ է մտնում։ Նաև երբ որ ձեր խոսքում նշեցիք, որ արդեն ստուդիան պատրաստ է եւ տաղանդավոր երաժիշտները կարող են արդեն գալ, սովորել եւ համագործակցել ձեզ հետ, արդեն կարող են, թե մի որոշ ժամանակ անց։ Այո, արդեն կարող են, եթե ինչ որ մարդիկ կան, որ մեզ լսում են ու ցանկություն ունեն, դիմեք by the way Instagram-յան էջին եւ մենք ձեզ կօգնենք։ Շնորհակալ ենք շատ պոզիտիվ էներգիայի եւ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք by the way բենդի բաս գիտարիստ երգիչ Աշոտ Արաբաջանյանի եւ նույն բենդի հարվածային գործիքներ կատարող Աշոտ Կորգանյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ լսենք հաճելի երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ նաեւ նշեմ, որ այսօր մայիսի 22-ին նշվում է կեսաբազմազանության միջազգային օրը, որը հռչակվել է 1995 թվականին ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի հատուկ բանաձևով, հիմք ընդունելով կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովի հանձնարարականը։ Կենսաբազմազանության պահպանումը համամոլորակային հիմնախնդիրներից։ Կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական խնդիր է, այլև զարգացման տնտեսական, համաշխարհային եւ անվտանգության։ Կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներից են անտառահատումները, կենսառեսուրսների գերօգտագործումը, քաղաքաշինությունը եւ հանքարդյունաբերությունը։ Կենսաբազմազանությունը չափազանց կարևոր դեր ունի սննդի, ջրի, էներգիայի, դեղամիջոցների եւ այլ նյութերի տրամադրման գործում։ Մարդկությունը պարտավոր է հետամուտ լինել կենսաբազմազանության պահպանությանը եւ չեզոքացնել դրան սպառնացող վտանգները։ Չնայած տարածքի փոքրությանը Հայաստանն ունի մեծ կենսաբազմազանություն, որը պայմանավորված է բնակլիմայական գոտիների բազմազանությամբ։ Հայաստանում կան 4 մերձարևադարձային գոտիներից մինչև հավերժական սառույցով ծածկված բարձրադիր լեռնային շրջաններ։ Հայաստանի Կարմիր գրքում այս պահին ընդգրկված է 308 տեսակի կենդանիներ, որոնցից 155-ը անողնաշարավորներ են, 29 կաթնասուններ, 96 տեսակի թռչուն, 19 տեսակի սողուն, 2 երկենցաղ եւ ձկների 2 տեսակ։ Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման վերջում առաջարկում եմ միասին տեղափոխվենք արաբական թերակղզու հարավ-արևելք ծանոթանալու Օմանի պատմությանը։ Օմանը սուլթանություն է, ափերը ողողում են հարավ-արևելքում Արաբական ծովը, հյուսիս-արևելքում Օմանի ծոցը եւ Օրմուզի նեղուցի ջրերը։ Հիմա առաջարկում եմ միասին ծանոթանանք այս հրաշագեղ երկրի պատմության հետ։
Արաբական թերակղզու հարավում Պարսից ծոցի եւ Օմանյան ծոցի ափերին փռված է Օմանը, մի երկիր, որն իր հինավուրց պատմությունը խառնում է ժամանակակից առաջընթացի հետ։ Օմանի սուլթանությունն ունի շուրջ 5 միլիոն բնակչություն եւ մշտապես առանձնացել է իր կայունությամբ եւ զուսպ քաղաքականությամբ, տարածաշրջանում ստեղծելով յուրահատուկ ազգային դիմագիծ։ Օմանի պատմությունը ձգվում է հազարավոր տարիներ, սկսած նախաիսլամական ժամանակներից։ Այն եղել է ծովային հզորություն, որն իր առևտրային նավերով հասնում էր Աֆրիկայի ափեր։ Մինչ այսօր Օմանը պահպանել է Զանզիբարի հետ կապը, որը ժամանակին Օմանի գաղութն էր։ Չնայած տարածքի մեծ մասը անապատային է, Օմանը հայտնի է իր բնության բազմազանությամբ։ Վահիբի անապատը իր բյուրեղային ավազով հակադրվում է կանաչ լեռների հետ, որտեղ աճում են նռնենի ու վարդենի, իսկ ափամերձ գոտիները դարձել են զբոսաշրջիկների սիրած վայրը, մաքուր լողափերով եւ մարգարիտային ջրերով։ Օմանի մշակույթը խորը արմատներ ունի իսլամի ժառանգության մեջ։ Այստեղ մարդիկ հպարտությամբ կրում են իրենց ազգային հագուստը, տղամարդիկ սպիտակ դիշտաշը եւ գլխաշոր, իսկ կանայք փայլուն զարդարված հանդերձներ։ Օմանի տնտեսության հիմքը նավթի արտահանումն է։ Ունենալով նավթի մեծ պաշարներ, Օմանի ղեկավարությունը մտադիր է կատարել տնտեսության դիվերսիֆիկացիա, զարգացնել գազի արտադրությունը եւ տուրիզմը։ Օմանը մի վայր է, որտեղ ավանդույթներն ու նորարարությունները ապրում են կողք կողքի։ Այն հմայում է իր հանգստությամբ ու ներդաշնակ զարգացումով, որի կախարդանքը հաճախ թաքնված է լռության մեջ։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր այսօրվա առավոտյան ծրագրի համար նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն եւ հաղորդման վերջում առաջարկում եմ միասին վայելենք Շարլ Ազնավուրի ստեղծագործություններից մեկը եւ կհանդիպենք արդեն վաղը։